Բարի օր, հարգելի հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ, հենց նոր խոսեցի այն դատավորի օգնականի հետ, ով պետք է վաղը առավոտ քննի պարոն Ղուկասյանի հատուկ վերանայման բողոքը, որը կապված է նրան կալանքից, այսինքն նրա պահանջն է ազատել կալանքից, եւ ես այս դատարանին եւ նաեւ պարոն Ղուկասյանը ներկայացրել ենք բացատրություններ 21 էջից բաղկացած, այդ թվում նաեւ ապացույցներ կապված կալանքի պայմանների եւ պարոն Ղուկասյանի առողջության վերաբերյալ։ Ուրեմն ես այս եթերը ինչու որոշեցի այսօր անել, որովհետեւ վաղ առավոտ դատավոր Սուրեն Խաչատրյանը, ում վարույթում է գտնվում պարոն Ղուկասյանի բողոքը կալանքի հետ կապված, պետք է որոշում կայացնի արձակել նրան կալանքից կամ շարունակել պահել կալանքի տակ, ըստ էության այսպիսին է որոշումը լինելու պարոն Սուրեն Խաչատրյանին։ Ինչու է նախընտրում այս եթերը ձեզ տրամադրել, նաև այս եթերի միջոցով պատմել իրավիճակը, քանի որ հանրային լայն հետաքրքրություն է առաջացրել բողոքը եւ դուք ինձ գրում եք, հարցեր եք ուղղում, անհանգստանում եք, թե ինչ պետք է տեղի ունենա, բողոքը ինչ կարգով պետք է քննարկվի եւ ով է դատավորը։ Ասեմ ձեզ, դատավորի կենսագրական տվյալները հետեւյալն են։ Դատավորը ունի բավականին հարուստ կենսագրություն, իրավաբանի, քննիչ է եղել, դատախազ է եղել եւ լավ պատկերացնում է քրեական դատավարության ընթացակարգը, կանոնները, իրավագիտության ոլորտում բավականին գիտելիքներ ունի, որովհետեւ արդեն փորձ է, իսկ մատնանշում է նրա գիտելիքների մասին։ Հիմա թե այս մեր դատավորը Սուրեն Խաչատրյանը կլինի այն դատավորներից, որը չի կատարի Նիկոլ Փաշինյանի ասածը, դրա քննությունը մենք կտեսնենք վաղը, արդեն ցերեկը մեզ բարձ կլինի, թե ինչպիսին է նրա կողմից կայացված որոշումը։ Արդյոք նա չի լսել Նիկոլ Փաշինյանին, թե լսել է Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ երեկ մենք ականատեսը եղանք, ինչպես վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից Ռշտունին չլսեց Նիկոլ Փաշինյանին եւ կայացրեց ըստ էության երկու արդար դատական ակտեր, համաձայն որի երկու անձ, ովքեր հանիրավի գտնվում էին կալանքի տակ, ազատ արձակվեցին։ Դրանցից մեկն էր ավագանու դեռ չդարձած անդամ Տիգրան Ավագյանը, ով ազատ արձակվեց երեկ երեկոյան։ Հիմա այս եթերով ես ուզում եմ նաև զգուշացնել պարոն Սուրեն Խաչատրյանին եւ գրավոր նույնպես ես ներկայացնելու եմ, որ այսօր ես այցելել եմ պարոն Ղուկասյանին։ Պարոն Ղուկասյանը տառապում է շաքարային դիաբետ երկրորդ տիպ, լաբիլ վիճակով, որը հետեւյալն է, արյան մեջ գլյուկոզայի քանակը բարձրանում է բավականին բարձր մակարդակի, հասնելով մինչև 20-ը եւ դեղորայքի կամ չգիտեմ ինչի նաեւ հետևանքով պարբերաբար կարող է նաեւ այդ 20-ը տատանվի եւ ընկնի մինչեւ 2-ը, որը առաջացնում է մարդու առողջության համար լուրջ վտանգներ եւ տվյալ պարագայում երեք արձանագրվել է այդ 20 նիշը երեք երեկոյան եւ պարոն Ղուկասյանը իրեն շատ վատ էր զգում այսօր, երբ ես նրան այցելեցի եւ կարող եմ ասել, որ մեր տեսակցությունը շատ կարճ տևեց, որովհետեւ նա ուներ գանգատներ եւ ասաց, որ այս պահի դրությամբ ընդհատենք, հետո նորից շարունակենք, որովհետեւ խնդիրները առողջության հետ կապված նրան անհանգստացնում էին։ Բացի այդ, պարոն Ղուկասյանը ունի նաեւ սրտի հետ կապված խնդիրներ, որոնք նույնպես մտահոգիչ են։ Սրտաբանները կարող են հաստատել, որ երբ ախտորոշվում է սրտամկանի հետ կապված խնդիր, մասնավորապես աորտայի անևրիզմա, սրտի հետ կապված խնդիրները, որը նաև աորտայի անևրիզմա է,
դա նշանակում է ռումբ օրգանիզմի մեջ, որը ցանկացած պահի կարող է աշխատել եւ հետեւաբար դա պետք է վերացնել եւ իսկ դրա բուժումը նաեւ վիրահատություն է պահանջում։ Պարոն Ղուկասյանին պահել են այս շուրջ 1 ամսվա ընթացքում այնպիսի խցային պայմաններում, որը համատեղելի չէ այսպիսի հիվանդություններով տառապող մարդու կալանքի տակ գտնվելու հետ, բացի այդ, բացարձակ, բացառիկ ամմարտկային վերաբերմունք է դրսևորվել այդ խցում, որովհետև խցային պայմանները չեն համապատասխանում ստանդարտներին։ Խուցը բավականին փոքր է, չի համապատասխանում նախատեսված ստանդարտներին, բացի այդ, խցում առկա է մարդու բնական կարիքները հոգալու համար տուալետը, որը ոչ թե փակվում է դռով, այլ փակվում է ուղղակի վարակույրով։ Դուք պատկերացնում եք, եւ այդ խցում ապրում է 4 մարդ, եւ 4 մարդը այդ օդը նույն ձևի շնչում է, եւ այդ 4 մարդու խուցը ընդհանրապես կարելի է ասել չի օդափոխվում, փոքր 2 պատուհաններ են, եւ այս խցում այսպիսի պայմաններում ամմարտկային եւ խցում կան նաեւ ծխող կալանավորներ եւ այսպիսի պայմաններում ծխողները պահվում են չծխողների հետ, հիվանդները պահվում են ծխողների հետ, այսպիսի ծանր հիվանդություններով տառապող մարդիկ պահվում են այդպիսի խցում եւ սա շարունակաբար է։ Մենք ունեինք Առաջի Ատյանի դատարանի դատական ակտ, այդ դատավոր Վարդգես Սարգսյանը կայացրեց դատական ակտ, հաշվի չառնելով պարոն Ղուկասյանի ոչ առողջական վիճակը, ոչ էլ պատվիրված քաղաքական ենթատեքստը այս քրական հետապնդման։ Ուրեմն պարոն Սուրեն Խաչատրյանը շատ լավ տեղյակ է այս 21 էջանոց բացատրությամբ, մենք ներկայացրել ենք, թե ինչպիսին է քաղաքական պատվերը այս գործի եւ ինչպես է բացակայում հիմնավոր կասկած հասկացությունը, որը միանշանակորեն անհրաժեշտ է կալանքի որոշում կայացնելու կամ ընդհանրապես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելու դեպքերով։ Հիմա մենք չունենք հիմնավոր կասկած։ Դուք պատկերացրեք պարոն Ղուկասյանին ապօրինաբար գաղտնալսել են շուրջ 6 ամիս, այսինքն անմիջապես, երբ նա ստանձնել է Գյումրի քաղաքապետի պաշտոնը, այդ օրվանից հետո անմիջապես նրան գաղտնալսել են եւ այդ գաղտնալսումները երբ տրվել է, իդեպ տրվել է ոչ թե Գյումրիի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, այլ այդ դատական ակտը որոշումը կայացվել է Երևանում, Երևան քաղաքի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, որը 3 անգամ երկարաձգել է եւ հասցրել է մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները այդ գաղտնալսումների որոշումը, քանի որ չի ունեցել որևիցե հիմք, դուք պատկերացնում եք, անմիջապես ապրիլի 28-ից հետո պարոն Ղուկասյանին գաղտնալսել են, բայց այդ գաղտնալսումներով որևիցե բան չեն հայտնաբերել եւ գալիս է սեպտեմբեր ամիսը, ինչ որ սեպտեմբեր ամսին մեզ ներկայացվեց համենայն դեպս դատարանին ինչ որ կծկտուր համառոտագրություններ, սղագրություններ, այլ ոչ թե ձայնագրություն, որով փորձ կատարվեց հիմնավորել հիմնավոր կասկած հասկացությունը։ Պարոն Սուրեն Խաչատրյան, դուք եղել եք քննիչ, ունեք լավ փորձ քննիչի, եղել եք նաև հսկող դատախազ, միջդատական վարույթի նկատմամբ, ձեր կենսագրական տվյալները այդպիսին են։ Այս ակնառու միգուցե Առաջին Ատյանի, այսինքն հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը տեղեկացված չէր, թե ինչպես է տեղի ունենում այդ գաղտնալսումները, արդյոք դրանք օրինական էին, թե ոչ, չունենալով այդ դատական ակտը, նաև քննության առարկա չդարձնելով, նաև ոչ դատական ակտ գաղտնալսումների վերաբերյալ, ոչ նաև
այդ ձայնագրությունները չլսելով այս ակտը կայացրեց, միգուցե նա այն դատավորներից էր, որը կատարում էր Նիկոլ Փաշինյանի ասածը, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, այն հայտնի ձևակերպումներով այդ դատավորներից էր։ Բայց հիմա Սուրեն Խաչատրյանից մենք ընկալում ենք արդար դատական ակտ եւ այս եթերը նաեւ ուղղված է լայն հանրությանը, թե ինչ է տեղի ունենում ձեր հարցապնդումներին պատասխան է այս եթերը, որ չկա հիմնավոր կասկածի վերաբերյալ որևիցե փաստական տվյալ։ Այսինքն այն ինչ որ ներկայացվել է դատարանին, դրանք փաստական տվյալ գնահատել ուղղակի աբսուրդ է եւ ուղղակի, չգիտեմ, բացառում է այդպիսի գնահատական տալը հիմնավոր կասկածի վերաբերյալ, բայց բացի այդ մենք ունենք արդեն շուրջ 1 ամսվա ընթացքում կալանավորված Գյումրու քաղաքապետ, ով արդեն իսկ ես ձեզ ներկայացրել եմ Սուրեն Խաչատրյանին, ես ներկայացրել եմ դատարանին այն բոլոր տվյալները եւ ապացույցները, թե ինչպիսի պայմաններում է պահվում պարոն Ղուկասյանը եւ ինչպիսի հիվանդություններով է նա տառապում, որը անհամատեղելի է այդ պայմանների հետ, այդ կալանավորման պայմանների հետ։ Հիմա մեր դատավոր Սուրեն Խաչատրյանը այս տվյալները ունենալով պետք է կայացնի դատական ակտ եւ ամբողջ պատասխանատվությունը այդ դատական ակտի եւ պարոն Ղուկասյանի ճակատագրի, նաեւ մեր երկրում արդարադատության այսօր կրելու է պարոն Սուրեն Խաչատրյանը։ Մենք ունեցել ենք դեպք, երբ մի դատավոր, հիշում եք, պարոն ռեժիսոր Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացրեց նորից կալանքի որոշում եւ ցավոք դժբախտություն տեղի ունեցավ եւ Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում վախճանվեց եւ դա պատճառ էր, որ նա երկար ժամանակ կրում էր կալանք իր հիվանդությունների հետ, անհամատեղելի կալանք էր կրում։ Հիմա մենք ունենք նմանատիպ մի դեպք։ Ես ինչու եմ սա ասում, հայտարարում, զգուշացնում, որ նմանատիպ դեպքի պատասխանատուն դատական համակարգն է։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում մեր սահմանադրությամբ եւ ընդհանուր առմամբ մեր պետության փիլիսոփայությունն է, որ մարդը, նրա արժանապատվությունը, նրա կյանքը, դրանք գերագույն արժեքներ են եւ պետաիշխանական լիազորությունները նրա համար են ստեղծվել, այսինքն սահմանվել, այդ թվում նաև դատարանները, այդ թվում նաև այս դատարանը, այս հակակոռուպցիոն դատարանը, նրա համար են սահմանված եւ մեր հարկերի հաշվին գործում, այդ թվում նաև այս դատավորները, որպեսզի իրականացնեն արդարադատություն, վերականգնեն մարդու հիմնարար իրավունքների նաև խախտումները, այսինքն այդ խախտումները վերացնեն, իսկ տվյալ դեպքում ակնառու է կոպիտ, այսպես ասած, միջամտություն մարդու ոչ միայն անձնական կյանքին, այլ նաև կոպիտ խախտումներ կապված մարդու արժանապատվության եւ ընդհանրապես կյանքի իրավունքի նկատմամբ այս ոտնձգությունների եւ կյանքի իրավունքի ապահովության հետ, այսինքն մենք հիմա այս բողոքի մեջ նաև արծացել ենք այդ փաստը եւ բողոքում նաև արծացված է, այսինքն բացատրություններում, որ սա զուտ քաղաքական պատվեր է։ Իդեպ քաղաքական պատվերի վերաբերյալ արդեն իսկ տեղեկացված են բազմաթիվ միջազգային կառույցներ եւ մենք ունենք Եվրոպայի խորհրդի, խորհրդարանական նաև վեհաժողովի եւ այլ մարմինների տեղական ինքնակառավարման կոնգրեսի կողմից արդեն ունենք մեզ պատասխաններ եւ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է նրանց կողմից մոնիտորինգի տակ եւ այս հարցը եւ ընդհանուր առմամբ նաեւ Գյումրու ավականու անդամների նկատմամբ ոտնձգությունները այլ 3 անդամի կալանավորումը նույնպես նրանց ուշադրության ներքո է գտնվելու եւ գտնվում է։ Այսինքն մենք ունենք հիմա Հայաստանի Հանրապետությունում պետաիշխանական ոտնձգություն, իդեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի ով ազդարարեց, որ պետք է դուրս շպրտի Գյումրու քաղաքապետին
քաղաքական եւ հանրային կյանքից եւ դրանց հետո անմիջապես տեղի ունեցան այս ապօրինի գործողությունները եւ ունենք մեկ այլ մարմին պետա իշխանական, որը պետք է իրականացնի արդարադատություն, դա այս դատարանն է եւ այս դատավորը Սուրեն Խաչատրյանը։ Հիմա հարգելի հայրենակիցներ, եթե դուք դիմումներ, բողոքներ եւ պահանջներ ունեք, դուք կարող եք նաեւ հղել այս դատարանի email հասցեին ձեր դիմումները եւ ձեր պահանջները, որը դուք ինձ եք ուղղել, ես ասում եմ սրանք պետք է ուղղել այս դատարանին եւ այս դատավորին։ Այսքանը այս պահի դրությամբ ես հենց որ ունենամ նորից լրացուցիչ տեղեկատվություն, իհարկե այդ մասին ձեզ կհայտնեմ, բայց այն որ 1 րոպե պետք է այլևս պարոն Ղուկասյանը չգտնվի կալանքի տակ, դա միանշանակ է, դա օրենքի պահանջն է, դա սահմանադրության պահանջն է, դա միջազգային պարտավորությունների պահանջն է, ի վերջո դա արդարադատության պահանջն է, այսքանը։